Բարեկամներ հարգանքները, սահը մենք արդեն սլանում ենք Գյումրու նորա բաց ճանապարհով Աջից Ագարակ գյուղն է, Ուջան գյուղը, հարգանքներս Ագարակ եւ Ուջան գյուղի բնակիչների, ես ձեզ շատ եմ սիրում հարգում, Ուջանը այն գյուղն է, որից տվել է պատվոգիր, արժանացրել է կոչման եւ ինձ համար Ուջանը մեկ ուրիշ անուշ աղբեր գյուղ է։ Շնորհակալ եմ ուջանցիներին եւ այս հրաշք ճանապարհով մենք հիմա հրաշալի սլանում ենք, շատ կոմֆորտ ճանապարհ է ընկերներ, շշուկներ կան, որ այստեղ մարդ է եղել, որ մինչև 240 է քշել, այսինքն այս ճանապարհը թույլ է տալիս, որ անվանես Սկարաստնոյ ճանապարհ, այո, Հայաստանում ի վերջո ունենք նման ճանապարհ, մնում է օրենքով թույլատրվի այդ արագությունը եւ մարդիկ սլանան, ու մեքենան որ թույլ է տալիս, ումը թույլ չի տալիս, թող չսլանան, մինչև սլացող մեքենա կառնեն ու կմիանան այդ հրաշալի գժական պատոկին։ Անփորձանք լինենք սիրված եւ հարգված ճանապարհներին, հարգանքով լինենք երթևեկության մնացած մասնակիցների հանդեպ եւ այդպես ուրիշ ինչ ասեմ, դրանից ավելի ինչ է մեզ պետք, որ անփորձանք երթևեկենք, ուրիշ ոչինչ պետք չի, տեսեք ճեղքել են լեռը, ստացել թույլատրելի ճանապարհային թեքություն որը թույլ է տալիս քեզ ինչքան ուզում ես քշես։ Հիմա այս բարձունքը հաղթահարելուց հետո կերևա Գյումրի-Երևան ճանապարհի ամբողջ գեղեցկությունը, որը ես միշտ տեսել եմ ամերիկյան ֆիլմերից, այն երկար նահանգների ճանապարհներում։ Հիմա նույնը Հայաստանում է եւ շատ գովելի է իհարկե։ Ես ուրախ եմ։ Կուզենայի նման ճանապարհ ձգվեր մինչև Սյունիք, որ բոլորս մեզ լավ զգային։ Սյունեցիներն էլ զգային հաճույքը։ Սյունիքում էլ ունենք նման տեղ, որ կարելի այսքան լայն սարքել ճանապարհը։ Չեմ ասում այդ ոլորանները, բայց մինչ ոլորանները հասնելը հաստատ ունենք նման տեղեր։ Ես որ դրա գիտակ ու այնտեղով շատ գնացած եկած մարդ վստահ ասում եմ։ Հիմա կերներ մենք գնում ենք Գյումրի, Գյումրիում պետք է հյուրընկալվենք մեր բարեկամների մոտ, Ռուբ աղբերը մեզ հրավիրել է իր եղբոր որդու բարբերշոփի բացմանը, գնանք բան անենք, էլի, բացում անենք Գյումրիում բարբերշոփի, որից հետո ընկերներ միասին ուղևորվենք Տիգրան մեծ ռեստորան, գեղեցիկ անակնկալ անելու, ամեն ինչը սիրուն տեղին կազմակերպելու։ Աջից հրաշք գյուղերն են, դիմացից հրաշք ճանապարհը Մայրուղին, հյուսիս հարավը, որը երկար ձգձգվեց, տասնամյակներ ձգձգվեց, բայց ի վերջո մենք այն ունենք, սա երազանք է եղել, մանավանդ գյումրեցիների համար, այս ճանապարհով Երևան գնացողների համար սա եղել է կոնկրետ երազանք, տեսիշ սիրուն է գյուղը, գյուղի տները նկարիլ է, սիրուն նկարիլ, տեսիշ գեղեցկությունն է մեր առջև։ Այստեղով անցնելիս չմոռանաք հիանալ գյուղերով, գյուղերի գեղեցկությամբ, կարծես լեռը գրկի մեջ առած լինի, գյուղը եւ պաշտպանի, հետեւաբար այստեղի ապրող մարդիկ միշտ էլ իրենց պաշտպանված են զգում եւ վստահ, որովհետեւ լեռների գրկում են, լեռները ծնողի նման գրկելու տակասնում են այս գյուղը։ Իսկ մենք Սապսանի նման սլանում ենք հյուսիս-հարավով, հպարտանալով եւ ուրախանալով։ Հիմա ընկերներ մենք գնում ենք Տիկին Մաքրուհու ծննդյան օրը շնորհավորենք։ Այսօր նրա ծնունդն է եւ հավաքվել են բոլոր հարազատները ռեստորանում, որ նրան ուրախացնեն։ Բայց նրա քույրիկը Գայանեն ներկա չի, դրա համար հենց նրա կողմից, նրա ընտանիքի կողմից բերել ենք տորտ ու ծաղիկներ, որ ուրախացնենք նրան, նրանց ներկայությունը ապահովենք, նրանք ուզեցել են գան, բայց խնդիրների պատճառով չեն կարողացել գալ, նրանք բնակվում են Ռուսաստանում, ինչ արած, բայց մի բան փաստ է, որ նրանք սրտանց հոգով ու մտքով մեր Տիկին Մաքրուհու կողքին են եւ նրան շատ են սիրում, նրան մաղթում են առողջություն եւ լիքը լավ էմոցիաներ այս կյանքում։ Բայց ունենք եւս մեկ անակնկալ արող լուսահոգի Տիկին Մաքրուհու լուսահոգի եղբոր մեծ աղբեր Սամվելի ընտանիքի կողմից բերել ենք ծաղիկներ, որ նվիրենք ու սերը փոխանցենք, հարգանքը փոխանցենք Տիկին Մաքրուհուն, որ նա իրեն լավ զգա, իր քույրիկի եղբոր ընտանիքները նրան շատ են սիրում։ Այդ ջերմությունը եղած քույրիկների եւ եղբոր մեջ մնացել է, հաստատուն է եւ դա պահում է նրանց ժառանգները, այնպես որ միայն հիանալ պետք է այս իրավիճակով եւ մաղթեմ, որ բոլորդ ունենաք նման սիրող ու հարգող եղբայր քույրիկ։ Մենք հիմա մեծ ոգևորությամբ գնում ենք, գնանք առաջին հերթին մատնենք
բարբեր շոփում ինչ կա, մի երկու կադր ընդերից կլինի, որ անակնկալ եւ շատ չխառնվի, հետո կգնանք արդեն անակնկալ անելու։ Այդ արանքում էլ Գյումրու անցուդարձը ցույց կտանք։ Վերջերս երբ գնացել ենք Գյումրի, ճանապարհը թաց էր, անձրևոտ։ Այսօր կարծես թե նվեր ունենք եւ թաց չի ճանապարհը։ Չոր է եւ մենք գեղեցիկ գնում ենք մեր համար։ Հա, կանաչ դաշտերը, կանաչ մանյակները, ընկերներ, Հյուսիս Հարավի աջ ու ձախ կողմերում հիանալ կարելի է։ Նայում ես եւ զգում ես բնության զարթոնքը։ Հաշված օրեր առաջ այստեղ ձյուն էր, բայց ահա տեսնում ենք, մտածում ենք, որ ձյունը չեզոքացավ եւ նրա փոխարեն արդեն եկավ կանաչը։ Ծաղկում է բնությունը, ծաղկում են մեր հոգիները։ Բնության արտացոլումը մեր հոգիներում միայն ծաղկեցնող է։ Հիմա ծաղկեց նույնպես կանաչ դաշտ ունենք, մեր բարեկամների աշխատասիրությունն է սա, ընկերներ։ Եվ չենք մոռանում, որ այս դաշտերը հարուստ են տուֆի պաշարներով, հողը մի քիչ փորում ես, արդեն տուֆ է։ Ահա իմ ասած նշած ճանապարհը, տեսեք ինչ գեղեցիկ է։ Հիանալ կարելի է, սա միրաժ է, ընկերներ։ Ճանապարհի կողքը մաքրում են ամպերները, 0.7-ը արգելակումա չգիտեմ ինչի համար, ստեղծելով իրավիճակ, որ պետք չի։ Հիմա մենք սլանում ենք, ընկերներ, եւ հիանում, հիանում ենք, հլանում ենք, ընկերներ, հա։ Սիրուն ես էլի վերցրել, շատ գեղեցիկ Վարդանը գտավ ճանապարհը գեղեցիկ նկարելու կանոնները։ Եվ մենք հիմա հավեսով գնում ենք, ընկերներ։ Ինչքան գեղեցիկ է։ Մի ճանապարհ, որը ծաղկեցնում է մարզեր, ռեգիոն է, մարզը, կոնկրետ ծաղկում է այս ճանապարհը, որովհետև այն թույլ է տալիս շատ արագ ակետից բեկետ գնալ ու վայելել ճանապարհը, իր հարմարավետությունը։ Նկատենք ճանապարհի աճուծակ կողմերը մաքրում են, նոր տեխնիկան, մաքրող տեխնիկան նկարելու, մաքրություն են անում ձմեռվա ավազ ցանելուց հետո, հիմա այսպես են անում, որպեսզի անվտանգ լինի, փոշի չլինի, որովհետև այս մանր քարերը դիմացի մեքենայի անիվի տակից կարող են թռչել եւ մուտք գործել քո մեքենայի սրահ, որովհետև արագ ես գնում օրինակ։ Եվ այդ արագության տակ փոքրիկ քարը դառնում է պուլյա, որը կարող է ծակել պորբրիսը, ընկերներ, եւ դու վնասվես դրա պատճառով։ Այդ իսկ պատճառով մաքրելը ճիշտ է։ Մաքրում եմ, որպեսզի գեղեցիկ լինի եւ անվտանգ։ Ահա արջևում կանգնած են բարեկային ծառայողները, ովքեր հսկում են, որ բոլորը սահմանված արագությամբ սլանան։ Մենք միշտ հորդորում ենք բոլորին, որ սահմանված արագությամբ սլանան, որովհետեւ ճիշտը էդ է անվտանգ լինելու։ Արագ մի վարեք, ընկերներ, պետք չի արագ վարել։ Նկատեցինք, որ մեքենա էին կանգնացրել, ուղղակի ստուգումներ էր հերթական։ Մենք էլ հավեսով գնում ենք։ Բռնատարը աճ է պահել, որպեսզի թեթև մեքենաների համար թեթև լինի բազանցը։ Դե ինչ, մեկնաբանություններս թողենք հետոյին, հիմա մենք շարունակենք մեր ճանապարհը։ Միշտ սովոր ենք գեղեցկությունը գնահատել եւ Գյումրի գնալու ճանապարհի այս հատվածը շատ գեղեցիկ է եւ ասեմ ձեզ, որ այստեղ թույլատրելի արագությունը 70-ն է, որովհետեւ ահագին տեղ իջնում է ճանապարհը, հետեւաբար եթե արագ լինես շատ արգելակես, հնարավոր է արգելակները տաքանա եւ դու չկարողանաս կանգնել։ Բայց սա շատ գեղեցիկ տեղ է, հմայի, չրապուրիչ, այնպես որ գալուց այս հատվածին ուշադիր եղեք։ Սար իշքան ենք քանդել։ Քանդել են այս սիրուն ճանապարհն են սարքել մեզ համար, որ ավելի անվտանգ լինենք, իսկ դիմացը լեռան լանջին գրված է բռնենդների անուններ, չգիտեմ ում մտահղացումն է, բայց այնտեղ բոլոր բռնենդները ընկերներ են, հարազատներ ու բարեկամներ կողքի իրենց համար։ Ասենք Ջերմուկն էլ անդ է, Արարատն էլ, Գյումրին էլ, Նոյն էլ, Բջնին նույնպես, Բջնին բայց լավ չեն գրել, ասես լավ չեմ կարդալ Բջնին։ Դες Բջնի բարեկարգողներ իմացեք, որ Բջնին լավ չի երևում, եկեք նորից թարմացրեք, որ կարդալ լինի, թե չէ Վարդանը եթե զում չաներ, իմարև թե կարդալ էր։ Կարդացի դու, բայց հա զումով կարդացի։ Ու չի երևում, ընդհանրապես չի։ Այսինքն ով տենում է ինքն է կտենա, էլի, հա։ Այոները կտեսնեն, որ մենք Բջնին կարդացինք։ Բարեկամներ, ամեն ինչ հիանալի է, բարձրակարգ, մեզ մնաց հաշված րոպեներ, մուտք են գործելու Գյումրի եւ այս ճանապարհը անցնելիս միայն ուզում ես շնորհակալություններ հայտնես բազմատեսակ ու տարատեսակ կառուցողներին, որ այսքան լավ ճանապարհ են սարքել։ Ապրեք անուշ աղբերներ, ձեր ամեն սարքած մետրը ուղղակի հիանալի է։ Մնում է ընթացքային այստեղ չավելանան օրինակ փոսիկներ, ձախից արտիքն է ընկերներ։
Արտիկը, չէ, Մարալիկը։ Մարալիկն ընկերներ, տեսեք ինչ գեղեցիկ քաղաք է Մարալիկը։ Հենց լեռան ստորոտին հարություն են շատ սիրուն, գործարանները հուշում են, որ այստեղ ժամանակին շատ հզոր արդյունաբերություն է գործել։ Եվ ես երբ որ նայում եմ Շիրակի մարզի դաշտերին, մի բան ակնհայտ է դառնում, որ այն ունի բավականաչափ ռեսուրսներ, որպեսզի այստեղ զարգացնեն ջերմատներ կամ չգիտեմ ուրիշ ինչ-որ կուլտուրաներ, որ այստեղ արտադրությունը ուժեղանա, զորանա եւ մենք բոլորս օգտվենք դրանից, մեր հայրենիքը ուժեղ լինի։ Դաշտերն են ընկերներ, դաշտերը Գյումրի չասած, հաչից ու ձախից մշակված, կոկիկ սիրուն, կարծես գյուղատնտեսը, գյուղացին վրձինը վերցրած դաշտերում նկարչություն արած լինի։ Շատ հրաշալի է, երբ որ գնում ես բնությունը մի անգամից կենթանանում է, սկսում ես շնչել ու հետը շփվել։ Ու դու պետք է անջատված լինես, որ սա չտեսնես ու չզգաս այս շունչը։ Շատ դուր եկավ, միշտ էլ դուր է եկել։ Հրաշալի ճանապարհ եւ շրջակա միջավայր, ինչ այդ հանքա, տնաս, երևի հանքա, գիտես, քանդած է սարը։ Իսկ թվում է հանք է, բարեկամներ։ Հանք հարցուրաբերություն է այնտեղ տեղի ունեցել։ Եվ յուղ վարող մի մեքենա գնաց, հիշեցի մեր փոշի վատվախտերը, նայել էր յուղ տենչում միշտ, յուղ էր խմում ու չէր կշտանում։ Այս սիրուն կանգարներ են ժամանակի սարքել ու ես նկատեցի կանգարներից մեկը ռեստավրացնում են, այսինքն քանի նոր տեսք են աղորդում, որ ավելի լավ լինի ամեն ինչ։ Մենք էլ հիանալով գնում ենք, ծաղկում է Հայաստանը հայ մարդու աշխատանքով։Եկամներ մուտք են գործում մեր հույսի լույսի վերածնդի մայրաքաղաք, հայրաքաղաք լույս Գյումրի։ Գյումրին է ընկերներ կադրերում։ Տեսեք, ինչ գեղեցիկ վահանակներով դիմավորում է մեզ եւ մենք մեծ սիրով մուտք են գործում նրա գիրկը։ Հաչից ու ձախից հին ու նոր շենքերն են, հին ու նոր էմոցիաներով, հիշողություններով եւ առաջընթացներով։ Հիմա զանգենք Ռուբին, ասենք ուրեք։ Հասցեք ցեմ, որ գնանք մի հատ բարբերշոփ հանոց շփվենք ու գնանք պատվեր անելու։ Հա Վարդան, համաձայն։ Իհարկե Վարդանը համաձայն է բարեկամներ։ Դե գնացինք ընկերներ։ Ես իջա, գայիս եմ խծես, միջև կամ հասնիմ քեզ։ Լավ, լավ։ Բալիկները անցան ճանապարհը, ընկերներ, մենք էլ զիջեցինք մեծ սիրով։ Կարծես կյանքը եռաց այդ պահին, երբ որ նրանք անցան։ Հրաշալի էմոցիաներ է։ Գնանք ընկերներ, գնանք բուտ գործենք մեր հրաշք քաղաք։ Հիմա մինչև որ կուղարկեն մեզ գեոլոկացիա, հաճելի թռիչքներ։ Թլխ, ահա, ամեն թռիչքի հետ իմ առաջվա բույնն եմ հիշում։ Ընկերներ, հրաշք է, հրաշք Գյումրի։ Նայեք, տեսեք, ինչ է փոխվել, ինչն է առաջվանը, ինչը չէ։ Իսկ հիմա մենք մեծ սիրով գնում ենք, գնանք հասնենք տեղ։ Լավ թանգանոց խորհուրդ եմ քեզ տալի, որ ներսից էլ է հնարավոր նկարել։ Տեսեք, մուտք են գործում առաջի շրջանաձև երթևեկությունը Գյումրու։ Ով Գյումրի չի եկել, ընկերներ, եկեք։ Ով Գյումրուց վաղուց գնացել է, տեսեք, ինչ է փոխվել, ինչ կա, ինչ չկա Գյումրիում։ Բայց որ ամեն ինչ հիանալի է, դրա մասին խոսք չկա։ Մենք հիմա հասանք այն ռեստորանին, որտեղ որ այսօր պետք է գանք։ Բայց միանգամից չեն գնում ռեստորան։ Հա? Այն Խաչմերուկից մի քիչ այն կողմ։ Շրջանաձև երթևեկությունից մի քիչ այն կողմ, ընկերներ, մեր ռեստորանն է։ Տեսեք ինչ գեղեցիկ շինություն է, շենք։ Սա Գյումրի մուտքն է, երկրորդ մուտքը, որտեղից մենք գեղեցիկ աճ ենք անում ու գնանք։ Տիգրան մեծ համալիր ընկերներ, ահա աճից տեսեք, այսօր այստեղ պետք է գանք, այս հրաշքը ռեստորանը, մենք եկել ենք այստեղ, էլի կգանք, կոմունիստների չագուջը, աղբեր։ Կարում ես նկարես։ Ես բացել եմ, որ նկարես։ Չէի տեսել այսքան վաղ եկել ենք։ Կոմունիստական չաքուչը նկարեցինք, բարեկամներ։ Մուրճ եւ մանգաղը, իսկ հիմա աչից մեր տղերքն են, մեր անուշ աղբերները, Աշոտը եւ Արտուշը 44 օրյայի հերոսները։
հզորները։ Մենք այս առօրյայում մեր տեղը գտանք Բանուկ փողոցներից մեկն է Գյումրվա։ Բանուկ է, տեսիշ սիրուն BMW է, գույնը, բարեկամ, շատ գեղեցիկ էր։ Ինչ աշակով էր BMW-ն, դուրս եկավ։ Ահա, զիջում ենք հետիոտնին, հետիոտն Անուշ աղբերը զիջվեց մեր կողմից և հիշվեց միշտ, որ պետք է զիջել։ Այստեղ ճանապարհաշինական աշխատանքներ են անում, քանդած է ճանապարհը։ Պետք է ուխոդներով քշել։ Բրուբը իմ Անուշ աղբերը հենց այս գործի շրջանակներում ծանոթացել ենք, դեռ ջիդյար վիճակ է մեր մոտ էլի, ընկերություն ենք անում եւ փաստ է, որ այսօր հնարավոր է քյալլայակերությամբ զբաղվենք, բայց դա վերջնականը չէ, ընկերներս, բարեկամներս։ Քաբաբ է ուզում Վարդանը, բայց նրան քյալլա ենք տալու։ Քյալլա ես ուտելու, Վարդան, ոչ մի քաբաբ չկա Գյումրիում։ Քյալլա ես դու ուտելու, գլխակեր ես դառնալու այսօր։ Քանդված է ճանապարհները եւ հիմա վերանորոգման աշխատանքներն են կատարում։ Սուրբ Աստվածածին աչից ընկերոջ սիրունա, տեսիշ գեղեցիկ է, Զվարթնոցի նման է սարքել։ Ասած մի 15 մետր բարձրացեք կայն է ապ։ Ապ դե կանգնիմ գե էլի։ Այնա կանգնիմ գե կոֆե ապարատի կողը։ Այս դե կանգնիմ գե։ Գեղեցիկ լինի մեր կանգառը էլի։ Ինչը կուշանա, սավ։ Պրիվետ աղբերս։ Բարև ձեզ։ Բարև ձեզ է, իհարկե։ Ուր եք երտանք որա։ Չէ։ Հետև էտամ։ Երտանք դե ապ։ Երտանքը բարբերշոպ որ Ռուբասի մասի շատ մտածեք է, ասում է նավեր կդնենք պդի ապ։ Բայիմը։ Հոն է կարելի ապ։ Բայց իշն է լավ, որ մենք որոշեն ենք։ Այս երկի տակ եթանք։ Ընկերներ, հետաքրքիր չէ այս անցուդարձը կարող եք մի քիչ առաջ տալ, պետքա շուտ ասեի, բայց ամեն դեպքում ով երևի կջոգի, որ այդ պետքա շուտ դնի։ Եթե ում հետաքրքիր է մենք ուր ենք գնում, ինչ ենք անում, մինչև անակնկալը նայեք, եթե չէ կարող եք առաջ տալ ու միանգամից հասնել անակնկալին։ Շնորհակալ եմ ուշադրության համար, համբերություն բոլորիս, մենք գնանք բարբերշոփանոց։ Այս երկով գնում ենք Ռուբի հետևից։ Դու մենատոն ասոս, անջալի մարդիկ շատ էծել են հենց իմինադոս, ձեզ իմասաղ մեկ է, ընձ իմասաղ երիս, եթե սիստեմը խապել է ուրեմն ավերի, մեկը խակ է, մեկը թակ է, մեկը մկուս է թակ է, մեկին դուր է, չեն թակ է, իշկան բաղթ է բաղ է, տիգլիննական է ապքշի, կշե ապքշի, ներս կարի տակ է, շորը չի փոխ է, մարդուն իշխոր չի փոխ է փող է, ով է ձեզի սող է, ով է ստեղ լսող է, Պդի ուրախ երնիս որ քեզնից լավ մարդկան կողգատ, որ մարդ մենաշողգատ, Կիկ տագը երագույն տերոշ դինա, Սիլենական ինչը կանգտ պեսենք, Եթե կուզեք տեսնի կարեք սաղը տեսեք, Սիք Հայաստանն ինչը կանգտ պեսենք, Եթե իրար չենք ու մենք պետք մենք, Սիլենական ինչը կանգտ պեսենք, Եթե կուզեք տեսնի կարեք սաղը տեսեք, Սիք Հայաստանն ինչը կանգտ պեսենք, Եթե իրար չենք ու մենք պետք մենք, Ինը գիտարնա, Սիլենական ինչը կանգտ պեսենք, Եթե կուզեք տեսնի կարեք սաղը տեսեք, Սիք Հայաստանն ինչը կանգտ պեսենք, Եթե իրար չենք ու մենք պետք մենք, Կարին տագ է, շորը չի փոխ է, մարդուն իշխոր չի փոխ է փող է, ով է ձեզի սող է, ով է ստեղ լսող է, պդի ուրախ երնիս որ քեզնից լավ մարդկան կողգատ, որ մարդ մենաշողգատ, Կուշտ է ու դողուրացող է, մենակ մնացող յոլա կնացող ոբշե, մենք ամպանկասելու մեկը մյուսին կոշկ է, ծախեք պոշկեք, որ հետո ակնիկ ծեխոտ սարոշկեք, գլորվի գլիկը պոշկեք, տագը երագույն տերոշ տերա, Սիլենական ինչը կանգտ պեսենք, Եթե կուզեք տեսնի կարեք սաղը տեսեք, Սիք Հայաստանն ինչը կանգտ պեսենք, Եթե իրար չենք ու մենք պետք մենք,
սահերիս Հետ է սիստեմը խապել է ուրեմն ավերի Մեկը խակ է, մեկը թակ է, մեկը կուզ է թակ է Ունենք չկան գտպես ենք Եթե իրար չենք ու մենք պետք մենք Հիմա ուր ենք եթում։ Ընդ է, հա լավ։ Ճշտի մախբեր, ընդ է։ Այս թաղամասում։ Հարգելի բարեկամներ, մեր բարեկամի բարբերշոփային իրավիճակը գտնվում է այս կողմերը։ Ես գիտեմ կենտրոն տեղը ախպեր։ Փաստորեն այնքան վստահ է իր վրա, որ եկել է ծայրամասերը, բայց գեղեցիկ տեղ է, էլի։ Պարզվեց Ռուբը որոշել էր մեզ պատիվ տալ, ասինքն այ ախպեր ինչ պատիվ տալ, քելե տանք բարբերը նկարենք, նոր գնանք բան, պատիվը վերցնելու։ Մուշ երկու թաղամասի հարևանությամբ ենք հիմա ընկերներ։ Այստեղ այս շենքերը բոլորը կառուցվել են երկրաշարժից հետո մեր հայրենակիցների համար, ցավոք ոչ բոլորին է հասել, բայց ահագին մարդիկ արդեն ունեն իրենց բնակարանը եւ ջերմությամբ այնտեղ ապրում են։ Իսկ մենք տես հավեսով եկել ենք այստեղ տարիներ անց, դժվար տարիներից հետո եկել ենք բոլորի տեղակ պահենք, որ նաեւ այստեղ բացվել է բարբերշոփ, բայց ընչի գրունտավոյ ճանապարհ, այդ չեմ հասկանում։ Անցի Mercedes Magnus-ի մեքենա։ Ախպեր կարա ստանցիա ենք եթում։ Կա նոր ստիլի բարբերա մեր ախպերը։ Որոշել է տոկով մազ կտրի։ Տոկոտա մազը։ Այ ախպեր, ես ուր եկանք։ Ինչ կերնի ապետպես։ Հենա բարբերը ախպեր։ Էսա բարբերանոցը։ Ախպեր, մեն նորմալ ասպալտով տեղ չկար գարանդը։ Ախպեր չեմ ջոգում, հազար բարին ես ասպալտով տեղ չկար եկել եք ստեկ բարբերանոց հարե։ Հա, քաշը տեղ կային։ Հա, պետպես է պետք ենեմ, էլի։ Բարեկամներ, մենք Տիգրան մեծում ենք եւ մեծ ավարի պետք է անակնկալ անենք Տիկին Մաքրուհու ծննդյան առիթով գնում ենք մաքուր անաղարտ գեղեցիկ սեր հասցնենք Տիկին Մաքրուհուն իր եղբոր եւ քույրիկի ընտանիքների կողմից։ Քույրիկի Գայանեի։ Յա, հազար բարին։ Մերոպե։ Լավ ենք, լավ, դու ինչ ես։ Ինչ եք վերե։ Տորթ է ծաղիկ է ուրախություն։ Նվեր վերած եք։ Նվեր վերած չենք։ Նվերը սա է էլի։ Ինչ վատ նվերա որ։ Շատ լավ է, շատ լավ։ Ում կողմից եք ներկայացնում։ Բարև։ Դու ասա անակնկալ կա ուղակի։ Հա, աննտին։ Սամվել անունը։ Սամվել բարեկամս, ասա անակնկալ կա։ Մնացածը մենք գանք մտնենք միկրոֆոնը փոխանցես, խոսանք ելն գնանք։ Բենեկալած ասեք, հա։ Էլի։ Բան ասեք։ Բաց սիրուն չէ։ Ասենք, ջիջար անենք էտանք էլի, հա։ Մենք Սամվել բարեկամս, հա։ Սամվել։ Մեկո կարեկան։ Մկո բարեկամ։ Մկոն DJ-ն է։ Հա։ DJ Մկոն։ Եմ սանավ։ Այդ ստենցել անդրել ես, Մկո DJ։ Ծնվելուց։ Ծնվել չէ, DJ-ից եմ վախտով։ Արատավել է այդ պապիրոզը գնալու ես ծնվելուց։ DJ Մկո, Աննա Մակրուհի։ Հա։ Աննա Մակրուհի։ Ձևավորված հատվածը կանգնեմ, Հա։ անֆարով գալիս, ասում եք ինձ կդամ քեզ կներ։ Հա, բարեկամս, Սամվել դուրս դուր ես գալի, ախպերս, բանար, հայտարարի մտենք ներս։ Վարդան ինչը ես կայնե։ Հլարի ես անք մտենք։ Հա, լավ, ստե ավելի լավ է։ Ոնց եք։ Ինչ խեք։ Լավ ենք, լավ։ Մեկ մարաստ կան քեզի։ Վարդան, բերել ես գմփիկը։ Սիրելի բարեկամներ, հարազատների Այ ախպեր, ուր է գնացել։ Էթոնական երեկվա Հա, ագին էլ հեռու է գնացել, գիտես։ Գսեմ մեր բոլորի նրբավարությունը։ Բարձր է դրամատուրգներ։ Ասալում են, բարձր դրամատուրգում ենք, բարձր դրամատուրգներ երեկվա կյանք ենք ոչերով։ Իսկ բանասրեմ երեկվա DJ Մկոն դմփսնում է։ Դեմ փարած։ Բանասրեմ երեկվա անակնկալներով լի Հովելյանական երեկվա է։ Անակնկալ նվեր, Հովելյանի Ադե շատ է, ասում եք այն Ամերիկա։ Զավարեք է դիմավոր ենք իա։ Բա եկել եմ։ Սամվել բարեկամս տալիս ես խոսափողը։ Համեցեք։ Շնորհակալ եմ աբջան, Սամվել ջան։ Հարգանք տերես բոլորիդ բարով եք հավաքվել, այ հիմա տրամադրություն ենք ստուգում, տենանք բարձրը։ Հա, շատ բարձր է ու լավ է, ես մոտենում եմ իմ մեր Օբելյարին, հարգանքներս ձեզ շնորհավոր ձեր ծննդյան օրը բերել ենք ձեզ ոսկեզօծ տորտ, սեր, հարգանք,
շատ մաքուր ու սիրուն սեր, հենց ձեր անունի նման մաքրուի գույնիկ, շնորհավոր լինի ձեր օրը, ծափերը բարձր մի հատ գեղեցիկ հələ ծափեր տվեք, Մկո ջան, դու էլ այդպես մեծ լավ DJ-ություն ա, այդպես ջիգար երդիր, հա։ Ես եկել եմ շատ կարևոր մարդկանց կողմից ձեր առիթը ավելի հարստացնելու, սեր եմ բերել հերվից, սերը որ բերել եմ, Մկոն էլ բան արած էլի միկրոֆոնը, փչացրեց։ Լնդե, տեսար ինչ թարս բան արած։ Հա, հալո։ Մկո, ինչ ես անում, սպասի։ Հիմա մի հատ լավ գեղեցիկ երազանք պահեք։ Չեք ու իմացեք որ կատարվելի է, բայց թե ում կողմից եմ ես եկել, հələ որ գաղտնիք եմ պահում։ Համաձայնեք մենակ գաղտնիք հələ որ, հələ որ պետք չի ասել։ Դե երազանք պահեք, չեք դուք էլ պատրաստեք ձեր ձեռքերը գեղեցիկ։ Մեկ անգամ էլ գրկեմ ամոթ։ Լապետ տակ էլ հա։ Ում կողմից եկած կլինեմ։ Ինչը չեք կրնա։ Շատ մարդիկ կային, որ այստեղ պետք է լինեին, բայց իրենք ամենամոտիկներից են, որ հիմա այստեղ չեն։ Ուր ես, քուրիկս։ Էլո։ Գայանը։ Գայանը քույրիկը, իր ընտանիքի կողմից, մեծ սիրով, այս քաղցրությունով եւ այն ծաղիկներով ում տան որ նվիրի։ Կա գարիկին տանք, գարիկին տանք, դες տորտը մեկին փոխանցեք թող գարիկը նվիրի։ Գայանը քույրիկի ընտանիքի կողմից այս գեղեցիկ սրտանց նվերը ձեզ։ Ծնվելը բարձանք է, եղբայր լինել արժանի։ Ախ ինչքան եմ սիրում քեզ, իմ աչքի լույսին կես, իմ օգու անբար։ Արգան վերևից կապում է գալիս է Ռուսաստաններից ձեզ շատ սիրում են, ներողություն են խնդրում որ այսօր ձեր կողքին չեմ, բայց պատճառը հարգելի է։ Համել էդ ինչ, ես ինչ լիսուն են գերել այստեղ։ Սա այդպես չի, չեք հավատում մենք, չեք հավատում, չէ՞։ Ասեք որ չէ ու ծափեր տվեք որ իմանանք էլի։ Հիմա այստեղ ինչպես նկատում եք ևս մեկ ծաղիկ կա, որը նույնպես սրտան սիրով ուղարկված է ձեզ։ Եվ ես նորից ստիպված եմ հարցնել, ես ում կողմից է։ Աննայի։ Ինչի հուշիր, հա։ Յանեմ ինձ, ինչի հուշիր։ Պետք չէ, ուրեմն ես ուզում եմ հատուկ շեշտել ձեր լուսահոգի եղբոր Սամվել մեծ աղբոր ընտանիքի կողմից կնոջ գլխավորությամբ ձեզ բերել եք ծաղիկներ, բայց ծաղիկները ով կնվիրի։ Թորը։ Գորը։ Գորը մի տար խառնի, ոչինչ։ Այդ ջիլյարով նվիրի գրքին։ Քայլի մարել առաջին, ուր ես գնում Հիմա ասած եղեք, որ սերը շատ է անհուն է ձեր հանդեպ, դրա համար մենք ենք եկել ասել այստեղ, որ այս ջերմ ձևով ձեզ շնորհավորենք ու լավոր մարդ ենք բոլորի շատ են սիրում, նրանք հոգով սրտով ձեր կողքին են։ Եվ իհարկե պահը չկորցնելով շնորհավորում եմ մեր կանանց եւ աղջիկների այս մեկ ամիսը, մարտի 25-ը։ Բա, մենակ մի օքեա հետս համաձայն։ Դες ես դավոր բարձր տրամադրություն մենք գնում ենք, դուք մնում եք, քեֆ անեք, ուրախանաք, որովհետև այսօր այդ օրն է, Սամվել ջան, քեզնից էլ շատ շնորհակալ եմ, Մկոյից առավել ևս։ Մկո, բարեկամս։ Դե ծափեր տվեք նգենան։ Էդուր ես դու, դա կողստան։ Արի։ Եկեք շնորհակալություն այդենք մեր տանիներին, այս անակնկալը մատուցելու համար, կունենք նարություն սապավացներով, շնորհակալություն այդենք, ենք շնորհակալ ենք նաև Եղբոր երկնական շնորհակ Սամվելի ընտանիքի, որովհետև ձեզ չեն մոռացել այս անակնկալ նվերը հազարավոր կիլոմետր հեռավորության վրա ձեզ մատուցեցին։ Դե նաև քույրիկ Գայանին ճիշտ ասին։ Գայանի ընտանիքին մենք ծափերով հարգանքի արժանացնենք եւ շնորհակալություն հայտնենք։ Տղերք ջան, ձեր հավատքի գյոլով գայները չպապասի։ Միամիտները դուրը հացեք տակ, այսպես ուրախություն բարգերեք մեր ժողովրդին, հոբելարնեն եւ ցանկացած ուրախալի առիթի հետ կապված։ Շնորհակալ եմ Սամվել ջան, իսկապես զգացված եմ, շատ լավ հանդիսավոր ես դուրս եկար, հավանեցի դրա համար քեզ էլ շնորհակալություն, բոլորին շնորհակալություն եւ իբրև ուժեղ տղա վերջին խոսքը իմն էր էլի, հելա ես ստապել եմ։ Սուպեր մեր ձևով, հա էլի, էստե մեր ձևով, հա, անտիր էլի։ Այները երկու հատ ծապ կտայի, թե նոր ելար։ նոր ելա։ Հա, լավ, դե լավ։ Դու հաջողել ես։ Այդ օրը լավ, տոշնի ես ախ։ Դե ձեզ լավ որ բարձր տրամադրություն, քեֆներիդ քեֆ չհասնի։ Ջումերվա լավ քեֆ արեք։ Քալլակա մենյուում։
Չալլակա մենյուն։ Չալան ուրիշ ձև, հա։ Հա։ Էցելի, հա, դե հելա ձեզ լավոր։ Բարեկամներ, ահա, եւս մեկ գեղեցիկ առիթ, եւս մեկ գեղեցիկ բարեկամական կապ հաստատուն դարձնելուց հետո մենք գնում ենք ընկերներ, իսկ մեր ընկերը հաջողանում ընկերներին, ընկերությունը անդե, ախպեր նկարի ընկերության արա, տեսինք ինչքան կոլոտա ընկերներ բոյով են, ընկերներ հաջող, ախպեր էդ ոնց այլ է դուք բոյով եք ինքը կոլոտ, բայց հալա ախպերը, լավ ընկերա, չէ, հա, ենա, ասում են լավ ընկերա, իսկ լավ ընկերը մեր հետ է լավ ընկեր, ընես որ գնում ենք հիմա իրանց օջախ բան անենք, էլի չալա ուտենք,